Ընդհանուր լուրերում, ընդհանուր մեդիա դաշտում շատ բաներ կան, որոնք աղմուկ են։ Այսինքն այս պահին դե գիտեք ոնց է, լրատվամիջոցները սիրում են այնպիսի լուրերի մասին խոսալ, որ այս պահին մեծ ուշադրություն դարձնեն մարդկանց զարգում, դա ապահովում է ոնց որ դիտումներ է ապահովում։ Տեսեք, զուտ ըստ իս սա այդպիսի թեմաներից է, որովհետև խոսենք, այսպես ասած, նրանից գանք, թե ինչ են ուզել տարբեր կողմերը հասնել, ինչի համար է սա ստեղծվել։ Թրամփից սկսենք, Թրամփը հայտարարում է, որ 8-ը հակամարտություն լուծել է, 8-ը պատերազմ խաղաղությամբ կրկել է, ասենք ռուս-ուկրաինական պատերազմ 9-րդ, ինչի համար, որտեղ ընկել է Նոբելյան մրցանակի հետևից, ինչի համար չգիտենք, ուզում է Նոբելյան մրցանակ մարդը։ Հայաստանը, եթե մեր կառավարության դիտարկենք, ուզում է վերընտրվել Փաշինյանը։ Սա, այսպես ասած, լավ PR է, որ տեսեք մենք խաղաղություն ենք ընկել։ Ադրբեջանն էլ իր շահերն ունի սա անելու համար, այսինքն երեք կողմն էլ եկան այդ փաստաթուղթ։ Ադրբեջանի քաղաքական շահը ո՞րն է։ Քաղաքագետ չեմ։ Լավ։ Ես չեմ ուզում այդ ուղղությամբ մանրամասնանալ, սակայն եկան բոլորը այդ փաստաթուղթը կնքեցին, դրական այն էր Հայաստանի Հանրապետության համար, որ որոշ ամերիկացիներ իմացան Հայաստանի մասին, որովհետև իրականում մենք ոչ մեկին պետք չենք։ Իրականությունը դա է, գնում ես արտասահման, ասում ես որտեղից ես, ասում ես Արմենիա, Ալբանիա, չէ Արմենիա, Ռումինիա, իմացան մեր անունը, իմացան որ բանը, այնա Թրամփն էլ է խառնել դա մի քանի անգամ, իմացան մեր անունը, եկան ուզում են ստեղ որոշակի ներդրումներ անել զուտ այդ անվան համար, բայց ես չեմ տեսնում, որ մոտակա ժամանակաշրջանում այդ ճանապարհը ինչ որ առաջընթաց ունի, որտեղ ստեղ բացի այս 3 խաղացողներից, որոնցից նշեցինք, կա նաև Իրանի հանգամանքը եւ Ռուսաստանի հանգամանքը, այսպես ասած ճանապարհը որպես հաստատվել ճանապարհը բավականին բարդ է։